Բարև ձեզ, եթերում լավ ռադիոն է։ Այսօր ես, տատիկը և քույրիկը կկարդանք Հովհաննես Թումանյանի Ուլիկը հեքիաթը։ Խոր անտառում մի այծ է լինում։ Մնում է մի գեղեցիկ ուլ։ Ուլին ամեն օր թողնում են տանը, ինքը գնում է արոտ անելու։ Ածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս, դուռը զարկում ու մկկում։ Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, ման է մեկ է սար, ատ եմ արել քեզ համար, դռնակը բաց ներս գամ ես, անուշ ծիծ տամ քեզ, սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։ Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում, մայրը ծիծ է տալիս նրան ու կրկին գնում արոտ անելու։ Այս բոլորոթակում տեսնում է գայլը։ Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում. Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, ման է մեկ է սար, կատն եմ արել քեզ համար, դռնակը բաց ներս գամ ես, անուշ ծիծ տամ քեզ, սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։ Ով ես դու, չեմ ճանաչում, իմ մայրն այդպես չի կանչում, նա քաղցր ու բարակ ձայն ունի, քո ձայնը կոշտ է ու կոպիտ, դուռը բաց չեմ անի, գնա, չեմ ուզում քեզ։ Ու գայլը հեռանում է։ Գալիս է մայրը դուռը ծեծում։ Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, ման է մեկ է սար, կաթ եմ արել քեզ համար, դռնակը բաց ներս գամ ես, անուշ ծիծ տամ քեզ, սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։ Ուլիկը դուռը բաց է անում, ծիծ է ուտում ու մորը պատմում. Գիտես մայրիկ ինչ եղավ, մի քիչ առաջ մինը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր. Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։ Ասում էր դուռը բաց արա, էնպես հաստ ձայն ուներ, էնպես վախեցա, դուռը բաց չարի, ասի չեմ ուզում, գնա։ Բա, Սևուկ ջան, ինչ լավ է եղել, որ բաց չես արել, ասում է վախեցած մայրը, այդ գայլն է եղել, եկել է որ քեզ ուտի, մյուս անգամ էլ որ գա, բաց չանես, ասա, գնա, թե չէ իմ մայրը քեզ կսպանի իր սուրբ օզերով։ Ստեսություն, ձեր հետ լավ ռադիոներ, կհանդիպենք։